Արդեն տևական ժամանակ է Իրանում, այդ թվում մայրաքաղաք Թեհրանում աննախադեպ երաշտ է։ Հայաստանի բնական դաշնակից Իրանը բախվել է վերջին 60 տարվա ամենաուժեղ աղետին։ Երկրի բազմաթիվ ջրամբարներ դատարկվել են, իսկ մայրաքաղաքում իշխանությունները ստիպված են դիմել գիշերային ջրանջատումների։ Վիճակն այնքան ծանր է, որ իրանցիներին հատուկ կոչով դիմեց Իրանի նախագահ Փեզեշքյանը։ Ջրի հետ կապված խնդիրներ կան մեր երկրի բոլոր նահանգներում։ Իրանում ջրով ապահովումը ճգնաժամային վիճակում է, հայտարարեց Փեզեշքյանը։ Ջրային ճգնաժամի ֆոնին Իրանի էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադին հայտարարել է, որ Թեհրանը հարևան մի շարք երկրների հետ քննարկում է Իսլամական Հանրապետությունում ջրի պաշարների ստեղծումը, այդ թվում ներմուծման հաշվին։ Արմատ մեդիան փորձեց ճշտել Հայաստանն իր բնական դաշնակից Իրանից արդյոք ստացել է պաշտոնական դիմում կամ խնդրանք ջուր վաճառելու հարցով։ Ջրային կոմիտեից հայտնել են, պաշտոնական դիմում ստանալու դեպքում կիրականացվի անհրաժեշտ ուսումնասիրություն, այդ թվում հասանելի ջրային ռեսուրսների գնահատում, ինչպես նաև կվերլուծվեն անհրաժեշտ ենթակառուցվածքների հնարավորությունները ջուրը Իրան հասցնելու նպատակով։ Ուսումնասիրությունների եւ գնահատումների արդյունքների հիման վրա կընդունվի համապատասխան որոշում։